$500 միլիոն արժողությամբ արհեստական բանականության գործարան, կիբերանվտանգության մասին նոր օրենք, ԱՄՆ Հայաստան փոխըմբռնման հուշագիր արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ ամփոփում ենք 2025 թվականը։ Բարև ձեզ, պարոն նախարար, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը ուղղված 7-ամյա ծրագիրը, որի շրջանակում կառավարությունը պատրաստ է ամեն տարի մինչև $80 միլիոն վճարել։ Մեկ տարին անցավ։ Ինչ նորություններ ունենք այս ոլորտում։ Շնորհակալություն։ Այո, 24 թվականի տարեվերջին ընդունվեց 7-ամյա ծրագիրը բարձր տեխնոլոգիական ոլորտի պետական աջակցության մասին օրենքով, որը ուժի մեջ մտավ 25 թվականի հունվարի 1-ից։ Եթե շատ կարճ, ապա փորձենք միասին հիշել, երկու հիմնական խնդիր էր այն գալիս լուծելու։ Առաջինը իր աջակցության փաթեթով էր, որի մեջ կային մի քանի տարբեր գործիքներ, երկրորդը դա հարկային արտոնություններն էր, որը մեծավ մասամբ վերաբերում էր գիտահետազոտական աշխատանքներին։ Ուրեմն աջակցության մասով հիմնականում մենք թիրախավորել էինք այն ընկերություններին, որոնք որ նոր աշխատակիցների կներգրավեին, այսինքն այն աշխատակիցները, որոնք նախկինում տեխնոլոգիական որևէ ընկերությունում ներգրաված չէին լինի եւ իրենց մուտքը ըստ էության աշխատաշուկա տեխնոլոգիական ոլորտում կհամարվեր առաջին անգամ, այդ աշխատակիցների մասով ընկերությունները 60%-ի չափով եկամտահարկի քեշբեք կստանային, այսինքն վերադարձ։ Երկրորդ գործիքը, որ մենք նախատեսել էինք, վերաբերում էր աշխատանքային միգրանտներին, որով մենք ցանկանում էինք միջազգային տարբեր ընկերություններից, ինչպես նաև տարբեր երկրներից նոր փորձառություն եւ գիտելիք բերել տեխնոլոգիական ոլորտ, այսինքն այն ընկերությունները, որոնք կներգրավեին աշխատանքային միգրանտների բարձր որակավորում ունեցող միգրանտների, իրենք եւս եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանային կառավարության կողմից, եւ երրորդ գործիքը վերաբերում էր այն ընկերություններին, որոնք պատրաստ էին ներդրում կատարել արդեն իսկ իրենց աշխատակիցների վերապատրաստման մեջ, այդտեղ արդեն յուրաքանչյուր աշխատակցի մասով եկամտահարկի 50%-ի չափով աջակցություն էր ցուցաբերելու կառավարությունը համաձայն այս օրենսդրական փաթեթի։ Ինչ վերաբերում է հարկային արտոնությունների հատվածին, ինչպես նշեցի, արդեն գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների, ինչպես ասում են, R&D աշխատանքների մեջ ներգրաված ընկերությունները իրենց աշխատակիցների մասով հնարավորություն էին ստանում ուրեմն 20% եկամտահարկի փոխարեն վճարել 10% եկամտահարկ, բացի այդ նաև R&D-ում ներգրաված ընկերությունները այլ տեսակի հարկային արտոնություններ էին ստանում շահութահարկի տեսքով, ինչպես նաև շրջհարկը 5%-ից 1% սահմանվեց տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցների համար, ընդ որում հատկանշական է, որ հարկային արտոնությունների մասը հատկապես եկամտահարկի կտորը վերաբերում էր ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին, այլ ամբողջ տնտեսությանը, հանքարդյունաբերությունից մինչև առողջապահության ոլորտ, ֆինանսական ոլորտից մինչև տեխնոլոգիական ոլորտ։ Սրանով փաստորեն մենք նաև ցանկացանք ընդգծել, որ կառավարության համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում նոր գիտելիքի ձևավորումը, նոր գիտելիքի ստեղծումը եւ նորարարությունների խթանումը մեր երկրում եւ մեր տնտեսության մեջ։ Սա էր, մենք արդեն իսկ փաստորեն ունենք որոշակի տվյալներ առաջին 11 ամիսների, այն բյուջեն, որ մենք նախատեսել էինք մինչև 30 միլիարդ հատկացում, դեռևս եթե կհիշեք նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր, այսինքն 24 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեր ազգային ժողովում քննարկվում էր հիմնական հարցադրումներ, թե իշխող ուժի եւ թե ընդդիմադիր խմբակցությունների գործընկերների կողմից, թե արդյոք կառավարությունը կարողանալու է ամբողջությամբ այդ գումարը ուտիլիզացնել, ներդրում կատարել, որովհետեւ բավականաչափ մեծ ներդրման մասին էր խոսքը եւ մեր պատասխանը շատ հստակ էր։ Մենք
2025 թվականը դիտարկում ենք իբրև պիլոտային ծրագիր եւ եթե արձանագրենք, որ ինդուստրիան դեռևս պատրաստ չէ ամբողջ գումարը կլանել, այսինքն այն գործիքներով, որոնք որ ներդրված են այս ծրագրի հիմքում, բավարար չեն լինի ամբողջ գումարը կլանելու համար, ապա մենք հնդածս նոր օրենսդրական փոփոխությունների առաջարկով հանդես կգանք։ Կարող եմ ասել, որ 2025 թվականի գոնե խիստ նախնական մեր վերլուծությունը ցույց տվեց, որ իսկապես այդ կանխատեսումները ըստ էության իրականացան եւ թերևս մենք անհրաժեշտություն կունենանք առաջիկայում արդեն հանդես գալ նոր առաջարկով կառավարությանը եւ ազգային ժողովին ըստ էության որոշակի փոփոխություններ բերելու արդեն իսկ այդ ծրագրում, ինչպես նաև ավելացնելու որոշակի նոր մեխանիզմներ, որպեսզի կարողանանք լավագույնս այդ ներդրումը կատարել տեխնոլոգիական ոլորտում։ Այսինքն նախատեսված բյուջեի համեմատ մեր ներդրումը ավելի փոքր է եղել 2025-ին, ինչն էլ հենց պիլոտային ծրագրի էությունն է եւ իմաստն է։ Այսինքն պիլոտը իրականացվեց, դրանով մենք շատ հաճախ ենք հատկապես վերջին շրջանում ասում, որ ռեֆորմը հնարավոր է կայացնել, երբ այն բախվում է խնդրին եւ միայն ծրագիրը իրականացնելու, իրագործելու մեջ հնարավոր դարձավ հասկանալ, թե այն ինչպես է աշխատելու պրակտիկայում եւ առաջիկայում մենք նախատեսում ենք արդեն իսկ մասնավոր հատվածի տեխնոլոգիական ոլորտի հետ ինտենսիվ աշխատանքի արդյունքում վերհանել բացերը, ինչպես նաեւ առանձնացնել աշխատող գործիքները եւ դրանց վրա ել ավելի մեծ շեշտադրում կատարել ու նոր ծրագրեր առաջարկել ոլորտին։ Այսինքն կարող ենք ասել, որ այս տարվա համար 80 միլիոնը չի ներդրվել, չի սպառվել, ավելի քիչ է եղել։ Դեռևս տարվա կեսից մենք այն ստիպված ենք կանխազգալով, ինչպես նաև ամենամսյա վերլուծության հիման վրա մենք այլ տեղերում ենք վերաբաշխել, որպեսզի այդ գումարը մենք կարողանանք այլ ոլորտներում ծախսել, որոնք որ այդ գումարի ներդրման անհրաժեշտությունը ունեցել են, հասկանալով, որ ըստ էության տեմպերը, որ ծրագրից օգտվելու եւ իմպլեմենտացիայի ընթացքը վերլուծելով մենք հասկացել ենք, որ ըստ էության 30 միլիարդը չի ծախսվելու։ Դրանով էր պայմանավորված, որ դեռևս տարվա կեսից մենք որոշակի վերաբաշխումներ կատարեցինք բյուջեում, որպեսզի կարողանանք նաեւ արդյունավետ ծախսել այդ միջոցները։ 2025-ին Հայաստան վերադարձավ plug and play-ը, ինչ արդյունք էր այն ապահովել, որ կառավարությունը որոշեց եւս $4 միլիոն հատկացնել այս ծրագրին։ Դեռևս 2024-ի փետրվար-մարտ ամիսներին մենք միջազգային մրցույթ հայտարարեցինք միջազգային ակսելերատորներ գրավելու հայաստանյան տեխնոլոգիական համայնք, ինչու էր սա մեզ համար նույնիսկ չեմ չափազանցնի, եթե ասեմ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր, որովհետև մենք զուգահեռաբար գիտակցելով, որ այո ոլորտում ունենք զարգացում եւ աճ, միևնույն է անհրաժեշտություն էինք տեսնում, որ միջազգային ամենաբարձր վարկանիշ ունեցող ակսելերատորներից առնվազն մեկի ներգրավումը Հայաստան զգալիորեն ել ավելի դրական ազդեցություն կունենա եւ կնպաստի տեխնոլոգիական ոլորտի եւ ընդհանրապես ստարտափ էկոհամակարգի առավել կայացմանը եւ սա մեզ համար թերևս Հայաստան միջազգային բարձր փորձառության գիտելիքի կարողությունների ներմուծում է դեպի հայաստանյան ստարտափ էկո համայնք եւ մենք դեռ 24 թվականին ուրախությամբ արձանագրեցինք, որ աշխարհի 5 խոշորագույն ակսելերատորներից մեկը plug and play-ը դարձավ հաղթող մրցույթի եւ մեկամյա, այսպես ասած, փորձարարական ծրագիր իրականացրեց մեզ հետ, որն էլ փաստորեն հիմք հանդիսացավ մեզ համար կայացնելու մի շատ կարևոր որոշում, հիմնվելով այն արդեն իսկ ունեցած պոզիտիվ արդյունքի վրա, ձևավորել առավել երկարաժամկետ գործակցություն plug and play-ի հետ, երամյա
ծրագիր, որովհետև ձեր նշած նաև բյուջեն ընդհանուր ծրագրի գումարն է կազմում եւ ակնհայտ էր, որ դա պայմանավորված էր այն մեծ դրական ուրեմն արձանագրումներով արդյունքների տեսանկյունից, որ մենք ստացանք ընդհանուր թե տեխնոլոգիական համայնքի կողմից եւ թե հենց այն 20 ստարտափների կողմից, որոնք որ անցան ակսելերացիայի միջոցով, ստացան հնարավորություն մենթորության ուրեմն միջով անցնել բարձրորակ մասնագետների արտասահմանից հրավիրված մասնագետների կողմից, նաև այցելություն ունեցան Սիլիկոնյան հովիտ, իրենց համար ստեղծվեցին բացառիկ հնարավորություններ շփումներ ունենալ միջազգային ներդրողների հետ, այսինքն միջազգային տեխնոլոգիական նետվորքի մաս դառնալ, ինչպես նաև հասկանալ այն մշակույթը, թե ինչպես է աշխարհում առհասարակ ձևավորվում եւ կայացման ճանապարհ անցնում ստարտափը եւ սա թերևս բավարար հիմք էր, որպեսզի կառավարությունը ինչ որ իմաստով կայացնի այդ համարձակ որոշումը գնալ դեպի երկարաժամկետ համագործակցություն եւ մենք նաեւ արդեն իսկ այս փուլում կարող ենք ասել, որ ծրագիրը բարեհաջող ընթանում է կամ մեծ ողջավորություն ընդհանրապես ոլորտում, ինչպես նաեւ նամանավանդ այն ծրագրի մասնակիցները, որոնք որ ընտրվել են այս տարվա համար եւս։ Ուզում եմ ասել, որ սա մեր հաջողված ծրագրերից մեկն է, որտեղ որ մենք համարում ենք, որ մեր ներդրումը ակնհայտորեն արդարացված է եւ այն ունի մեզ համար ռազմավարական բնույթ եւ նշանակություն։ 2025 թվականի ամռանը իմացանք, որ Հայաստանում պետք է ստեղծվի արհեստական բանականության գործարան։ Դրան հաջորդեց օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ԱՄՆ-Հայաստան փոխըմբռնման հուշագրի ստորագրումը եւ արդեն աշնանը հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Firebird-ին, որի հետ համատեղ իրականացվում է այս ծրագիրը, տվել է արտահանման լիցենզիա։ Նախ ինչ ծրագիր է արհեստական բանականության գործարանը, ինչքան կարող է այն ընդլայնվել ու ինչ կապ ունի այս փոխըմբռնման հուշագրի հետ։ Այո, հունիսին Փարիզում Nvidia ընկերության հիմնադիրը Ջենսեն Հուանգը հանդես եկավ մեզ համար մի շատ մեծ եւ շրջադարձային հայտարարությամբ, նշելով, որ իրենք թերևս արձագանքում են Հայաստանի կառավարության, իսկ Հայաստանի կառավարությունը դեռևս տարիներ առաջ վարչապետի եւ Հուանգի միջև հանդիպման ընթացքում հստակ կառավարությունը իր պատրաստակամությունը եւ վճռականությունը հայտնել էր, որ պատրաստ է ներդրումներ կատարել ընդհանրապես արհեստական բանականության ուղղության մեջ, քանի որ առանձնահատուկ կերպով առաջնահերթություն է համարում այդ ուղղությունը մեր երկրի համար եւ Nvidia-ի դիրքորոշումը ըստ էության պատասխաններ, արձագանքներ Հայաստանի կառավարության այդ պատրաստակամությանը եւ արձանագրվեց հունիսին, որ Nvidia-ն պատրաստ է համագործակցել նորաստեղծ Firebird ընկերության հետ Հայաստանում արհեստական բանականության ինքը անվանեց դա գործարան, բայց ըստ էության խոսքը տվյալային կենտրոնի մասին է, ինչու որովհետև հաճախ երբ մենք կիրառում ենք գործարան բառը, կարող է տպավորություն ստեղծվել, թե այնտեղ պիտի արտադրվեն տեսակ կիսահաղորդիչներ, չիպեր, չգիտեմ, որոշակի կոնկրետ շոշափելի պրոդուկտ, առնվազն այդպիսիներ իմ տպավորությունը հատկապես սոցիալական հարթակներում մեր քաղաքացիների արձագանքից, օգտվելով առիթից պետք է նշեմ, որ խոսքը արդեն իսկ մշակված, նախագծված, արտադրված գրաֆիկական պրոցես, Nvidia-ի գրաֆիկական պրոցեսորների գնման եւ այդ տեխնոլոգիան եւ ենթակառուցվածքը Հայաստան բերելու, կենտրոնացնելու եւ այդ ենթակառուցվածքի արդյունքում արդեն իսկ արտադրված, այսպես ասած, գիտելիքի կամ բանականության մասին է խոսքը, այսինքն այստեղ անգլերեն բառ կա, ասում են Հայաստանում պիտի արտադրվի intelligence,
դա այն հաշվողական ռեսուրսն է, որը որ Հայաստանում պիտի արտադրվի, դրա մի մասը կիրառվի մեր ներքին կարիքների համար, որովհետև կառավարության մասնակցությունը նաև այդտեղ հենց այն մասով է, որ այդ հաշվողական ռեսուրսների մի հատվածը պիտի ուղի թվայնացման իր օրակարգի սպասարկմանը, ինչպես նաև առհասարակ արհեստական բանականության ոլորտում նորարարությունների, նորարար հետազոտությունների սպասարկմանը, իսկ մյուս հատվածը Firebird ընկերությունը բնականաբար պիտի արտահանի ամպային ծառայությունների տեսքով, այսինքն անվանենք դա արհեստական բանականության տվյալային կենտրոն, որի առաջին փուլի ավելի քան 6000 GPU այդ գրաֆիկական պրոցեսորների քանակը նշելով այդ հատվածի այդ մասի արտահանման լիցենզիան ստացավ ընկերությունը, որի մասին մենք առիթ ունեցանք հանդես գալ հայտարարությամբ, արդեն հաջորդ փուլերի համար եւս կան լավ նորություններ, բայց դա առաջիկայում կարծում եմ մենք համատեղ մեր գործընկերների հետ թե Միացյալ Նահանգների եւ թե Firebird ընկերության համատեղ հայտարարությամբ հանդես կգանք, որովհետեւ խոսքը ավելի մեծ քանակի GPU-ների արտահանման թույլտվության մասին է։ Համենայն դեպս գործընթացը մեկնարկել է եւ նախատեսվում է, որ 26 թվականի կեսից համենայն դեպս այդպես են հավաստիացնում Firebird ընկերության հիմնադիրները, որ տվյալային կենտրոնը սկսելու է իր գործունեությունը, ինչը նշանակում է, որ այդ տեխնոլոգիաներից արդեն իսկ թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր սեփական ծառայությունների օրինակ թվայնացման հիմքում արհեստական բանականության տեխնոլոգիաներ եւ լուծումներ ներդնելու եւ թե նաեւ ընդհանրապես տեխնոլոգիական համայնքը եւ տնտեսությունը արհեստական բանականության տեխնոլոգիաներ կիրառելու առումով կունենա որոշակի անհամեմատ ավելի բարձր սուվերենություն, որովհետեւ Հայաստանում կլինի այսուհետ ֆիզիկական ենթակառուցվածք եւ հասանելիություն այդ աշխարհի ըստ էության այս պահին ամենաառաջադեմ տեխնոլոգիաներին եւ այս իմաստով դուք ձեր հարցում էլ ընդգծեցիք, պետք է նշեմ, որ արտահանման լիցենզիայի գործում առանձնահատուկ եւ ըստ էության կենսական կարեւորություն ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև օգոստոսի 8-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը, որը ռազմավարական համագործակցության եւ ռազմավարական ընդհանրապես փոխհարաբերությունների նոր մակարդակի մասին էր գալիս արձանագրելու հատկապես երկու ոլորտում կիսահաղորդչային ինդուստրիա եւ արհեստական բանականության։ Ըստ էության այդ տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետության համար եւ բիզնեսի համար, որը Հայաստանում մեծածավալ ներդրումներ է իրականացնելու, հնարավոր դարձավ բացառապես այդ ստրատեգիական համագործակցության, որ կնքվեց օգոստոսի 8-ին, որովհետեւ չմոռանանք, որ մեկ բան է, որ ամերիկյան Nvidia ընկերությունը հայտարարեց իր պատրաստակամության մասին վաճառել այդ գրաֆիկական պրոցեսորները, բայց բնականաբար նմանատիպ առաջադեմ տեխնոլոգիաների արտահանումը Միացյալ Նահանգներից տեղի ունենում բացառապես քաղաքական մակարդակում, որովհետև կան պետական մարմիններ եւ բոլոր մարմինների դրական եզրակացության դեպքում է, որ երկիրը տալիս է նման հնարավորություն ինչ որ իմաստով իրականացնել տեխնոլոգիայի տրանսֆեր դեպի այլ երկրներ, տվյալ պարագայում մենք կարողացանք ի ուրախություն մեզ առավելագույնս աշխատացնել այդ փաստաթուղթը եւ սա ցույց տվեց, որ երկկողմ հարաբերությունները ըստ էության քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա եւ սա փաստորեն պրակտիկ դաշտում ամենացցուն օրինակներից մեկն էր, թե ինչպես կարելի է ունենալ փոխըմբռնման հուշագիր, որը պարզապես փաստաթուղթ չէ, որը պարզապես մտադրությունների մասին մի փաստաթուղթ չէ, այլ շատ կոնկրետ աշխատող գործիքակազմ, եւ մենք նաեւ հույս ունենք, որ ընդհանրապես այս համագործակցության հիման վրա կկառուցենք ավելի մեծ եւ ավելի նոր, ավելի հավակնոտ ծրագրեր երկու
երկու երկրների միջև, ինչի համար ըստ էության ամբողջ նախադրյալները եւ հիմքերը մենք արդեն իսկ ստեղծել ենք։ Պարբերաբար լսում ենք այսպիսի կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության մասին, ինչքանով է Հայաստանը գրավիչ ներդրումների ու ՏՏ ոլորտի զարգացման համար։ Այսպիսի կազմակերպություններ ասելով դուք նկատի ունեք հատկապես խոշոր տեխնոլոգիական ընկերությունները կամ տեխնոլոգիական հսկաները, այո, պետք է ասեմ, որ վերազգային ընկերությունները, նամանավանդ ամերիկյան վերազգային ընկերությունները, որոնք ակնհայտորեն գերակշռում են Հայաստանում իրենց ներկայացվածությամբ, Հայաստանում մի քանի տասնյակ տարիներ արդեն իսկ գործունեություն են ծավալում, սա նոր բան չէ։ Նաև սրանով է, որ Հայաստանը իբրև տեխնոլոգիական կենտրոն, տեխնոլոգիական հանգույց առանձնացել է այս տարածաշրջանում, բայց պետք է առանձնահատուկ ընդգծեմ, որ հատկապես օգոստոսի 8-ից սկսած նոր իրողությունների մեջ ենք մենք գտնվում, որովհետև շատ մեծ հետաքրքրության հոսք կա դեպի Հայաստան, դեպի հայաստանյան տեխնոլոգիական ներուժ, եւ Հայաստանը ըստ էության դիտարկվում է ավելի ու ավելի շատ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների համար իբրև գործընկեր վայր, աշխարհագրական, ֆիզիկական մի վայր, որտեղ իրենք կարող են նաև մեծացնել իրենց ներկայացվածությունը, առնվազն գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների, ուրեմն պրոտոտիպավորման, թեստավորման, հավաքման կամ assembly ենք ասում, այսինքն մի քանի ուղղություններ կան, որոնցով մենք շատ հավանական ենք տեսնում մի շարք նոր կորպորացիաների մուտքը առաջիկա տարիներին Հայաստան, իսկ ապագայում նաև առանձին ուղղություններով, առանձին բաղադրիչներով հնարավոր արտադրական process-ներ քննարկելու եւ դիտարկելու հնարավորությունը Հայաստանում։ Այսինքն այս իմաստով պետք է նշեմ, որ ինքնին հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգը տարիներ շարունակ դեռևս հետաքրքիր է եղել եւ ձգող է եղել վերազգային ընկերություններին, բայց հիմա նոր իրողություններ ունենք, որտեղ արդեն ամենօրյա ռեժիմով կարող եմ ասել, որ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, արտգործ նախարարությունը, այլ գործընկերներ ստանում են ավելի ու ավելի նոր լիցքեր եւ հետաքրքրության լիցքեր, ուղերձներ տարբեր ընկերությունների կողմից եւ սա ակնհայտ է, որ պայմանավորված է այն ռազմավարական համագործակցությամբ, որ կնքվեց օգոստոսի 8-ին մեր երկու երկրների միջև։ Մենք նաև հույս ունենք, որ այս օրինակով մենք կարողանանք նաև համագործակցության նոր, այսպես ասած, դարաշրջան մեկնարկել այլ երկրների հետ, երկրներ, որոնք ունեն մեծ կարողունակություններ եւ կիսաղորդչային ինդուստրիայի ոլորտում, եւ արհեստական բանականության, եւ կիբերանվտանգության, եւ ռոբոտաշինության, այսինքն այն ուղղություններով, որոնք Հայաստանի համար առաջնահերթ են համարվում, Ֆրանսիայից մինչև Հնդկաստան, այսինքն սա նաև մի գեղեցիկ հաջողության պատմություն է, որ կայացավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, որը նաև շատ պրակտիկ հնարավորություն է մեզ տալիս տարածել այլ ստրատեգիական հարաբերություններում եւ բերել նորանոր հնարավորություններ դեպի Հայաստանի Հանրապետություն։ Պարոն նախարար, այս ամենի ֆոնին պարբերաբար մի քանի խնդիրներ կան, որոնք մարդկանց կողմից բարձրաձայնվում են։ Օրինակ, Հայաստանի որոշ տարածքներում ոչ սահմանամերձ ճանապարհային եւ այլն ինտերնետ կապը շատ թույլ է, նույնիսկ հատվածներ կան, անգամ զանգելը հնարավոր չէ։ Այս մասով ինչ-որ աշխատանքներ տարվում են։ Իհարկե տարվում են, դրանք անդադար են, դրանք անհոգնել են տարվում։ Դրանով էր նաև պայմանավորված, որ դեռևս 2024 թվականի տարեվերջին մենք ազատականացրինք մի քանի ռադիոհաճախականային տիրույթներ եւ 5G տեխնոլոգիաների բջջային կապի տեխնոլոգիաների մրցույթ հայտարարեցինք այդ ռադիոհաճախականային տիրույթների համար
ունեցանք հաղթող եւ առաջիկա արդեն իսկ դեռևս նախորդ տարվանից մեկնարկած եւ առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք ակնկալում ենք, որ կապի խնդիրը հիմնականում մենք լուծած կլինենք, ապահովելով որակյալ բջջային կապ, բացի այդ թե ավտոմայրուղիներին եւ թե քաղաքային ու գյուղական բնակավայրերում, բացի այդ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեռևս 24 թվականի սկզբից ինտենսիվ շփումներ սկսեց SpaceX ընկերության հետ Հայաստանում հասանելի դարձնելու Starlink ընկերության արբանյակային ինտերնետային կապը, գերարագ կապը, հասկանալով, որ օպտիկա մանրաթելային կապուղիների միջոցով հատկապես բարձր լեռնային բարձրադիր հատվածներում բավականաչափ դժվար է ապահովել ամբողջ հանրապետության տարածքում ինտերնետ կապով, իսկ մինչդեռ Starlink-ի արբանյակային կապը հնարավորություն կտար տերմինալների միջոցով երկրի ցանկացած հատվածում ապահովել հասանելիություն ունենալ ինտերնետ կապ եւ կարող եմ ուրախությամբ ասել ամփոփելով 2025-ը, որ սա 25-ի մեկ այլ մեր ձեռքբերումներից էր, երբ մարտին մենք հայտարարեցինք, որ այլևս Starlink-ի արբանյակային ինտերնետ կապը Հայաստանում հասանելի է, մենք ունենք բազմաթիվ արդեն իսկ օգտատերեր, կան տարատեսակ ուրեմն բիզնես գործունեություն ծավալող ընկերություններ, նաև կարող եմ առաջին անգամ մեր հեռուստադիտողների համար հանրայինի եթերում ասել, որ վերջին ամիսներին նաև խոսում էինք Starlink-ի մեր գործընկերների հետ եւ մենք առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, չեմ կարող հիմա թիվը հնչեցնել, բայց ոչ փոքրականակ տերմինալներ կնվիրվեն Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև առնվազն 1 տարի ժամկետով դրա վճարը անվճար կլինի այդ ծրագրի եւ համագործակցության շրջանակում, որը կարող է ծառայել պետության տարբեր գերատեսչություններին, հատկապես մենք դիտարկում ենք ինտերնետ հասանելիության խնդիր ունեցող հանրակրթական դպրոցներին, համարելով, որ բոլոր դպրոցներում մենք պիտի ապահովենք պատշաճ որակի ինտերնետ կապի հասանելիություն, այսինքն այսօրինակ աշխատանքներ մենք վերջին 2 տարիներին հատկապես ինտենսիվ իրականացնում ենք, ակտիվորեն շփվում ենք նաև Amazon-ի մեր գործընկերների հետ Kuiper ծրագրի շրջանակում հնարավորինս շուտ ծրագիրը ներդրվելու պարագայում Հայաստանի համար հասանելիություն ապահովել, գաղտնիք չէ, որ սա մեկ այլ արբանյակային ինտերնետ կապի ծառայություն մատուցող ընկերություն է, որը կարծում եմ, թե տարբեր կանխատեսումներով առաջիկա ամիսների, գուցե կես տարվա 8-10 ամիսների ընթացքում հասանելի կլինի աշխարհում եւ մեր խնդիրն է նաեւ այս դեռևս սաղմնային փուլում ձևավորել որակյալ հարաբերություններ եւ արդյունավետ համագործակցություն ընկերության հետ, որպեսզի Հայաստանը, ինչպես Starlink-ի դեպքում չլինի 100-րդ երկիրը մոլորակի վրա, այլ լինի օրինակ առաջին տասնյակում կամ 20 երկրների թվում, որ հասանելիություն կունենա եւ այսպես շարունակ, այսինքն ինտերնետ կապի խնդիրը, ինչպես նաեւ բջջային կապի խնդիրը մեր նախարարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել է, այստեղ մենք մշտապես ջանք ենք ներդնում, որպեսզի ապահովենք, այս իմաստով հատկապես կարևոր արձանագրում կարող եմ անել, որ 25 թվականին մենք գերմանական Rodenschwarz ուրեմն սարքավորումների միջոցով, որը մենք կարողացանք վերջին տարիներին ձեռք բերել եւ հագեցնել հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ՊՕԱԿ-ը, որը այդ մասնագիտական կառույցն է, որը ստուգում է եւ չափումներ է անում կապի, բջջային կապի, որակի եւ ռադիոհաճախականությունների տեխնոլոգիաների ուրեմն տարածման նկատմամբ եւ կարող եմ ասել, որ 25 թվականին մեծածավալ աշխատանք
աշխատանք է այստեղ իրականացվել, թերևս բոլոր ավտոմայրուղիներին բջջային կապի չափումներն են, որակի չափումներն են իրականացվել, խոշորագույն քաղաքներում իրականացվել են այդ աշխատանքները՝ Երևան, Գյումրի, Կապան, Վանաձոր, Չարենցավան, Վաղարշապատ, եւ այդ ողջ տվյալները փոխանցվել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին արդեն տելեկոմների հետ համապատասխան աշխատանքները կատարելու, այնտեղ որտեղ կան թերացումներ, համապատասխան շտկումներ անելու, այնտեղ որտեղ տելեկոմները բջջային կապի օպերատորները ունեցել են որոշակի պարտավորություններ, պատշաճ չեն կատարվել այս չափումները եւ այս ուրեմն միջոցառումները դրանք վեր են հանում եւ հնարավորություն են տալիս բաց թողումները, բացերը լրացնելու, ինչպես նաեւ ընդհանուր քարտեզ ունենալու, պատկեր ունենալու, թե որտեղ որ չափով մենք ունենք որոշակի խնդիրներ կապի եւ հետագայում նաեւ սրանք եւս հասցեագրելու եւ լուծումներ գտնելու, այսինքն հույս ունեմ, որ կարողացա համալիր անդրադառնալ այդ հարցին, սա շարունակական աշխատանք է, ապագայում եւս այս աշխատանքները կիրականացվեն։ YouTube-ի մոնետիզացիան որ բանում է։ YouTube-ի մոնետիզացիայի հետ կապված կարող եմ ասել, որ մշտապես մենք աշխատում ենք Google-ի մեր գործընկերների հետ, գիտեք, որ Google-ի կորպորացիայի մի մասն է YouTube-ը եւ մոնետիզացիան, այսինքն մոնետիզացիայի հասանելիությունը Հայաստանում դեռևս արկա չէ բացառապես Google-ի եւ YouTube-ի ներքին քաղաքականություններով պայմանավորված, որը ըստ մեր գործընկերների փոփոխությունացան են ենթարկվել 2023 թվականին իբրև ներքին առաջնահերթություններ, բայց կարող եմ ասել, որ այդ պատասխանը դեռևս մեզ չի ստիպում, որ մենք դադարեցնենք մեր շփումներ իրենց հետ, չկա մի հարթակ, չկա մի միջոցառում, չկա մի հնարավորություն, որ մենք բաց կթողնենք, որպեսզի հասցեագրենք այս խնդիրը եւ ես կարող եմ ասել, որ երբեմն ունենում ենք տպավորություն, որ ունենք առաջընթաց այս փոխհարաբերություններում, գիտեք, այդ օրինակ փոխհարաբերությունների համար մեկ կողմի ջանքը բավարար չէ, այսինքն շատ կարեւոր է, որ կորպորացիան իր անձնական շահը եւս հստակ ինքն իր համար արձանագրի, ես կարող եմ ասել այն տնային աշխատանքը, որ Հայաստանի կառավարությունը եւ ընդհանրապես միայն կառավարությունը չէ, մենք այս ողջ աշխատանքի մեջ ներգրավել էինք եւ մասնավոր հատվածին եւ անկախ YouTube-յան բովանդակություն ստեղծողներին, հա, content creator ասվածներին, այսինքն բավական լուրջ կոնսոլիդացիա ենք մենք այստեղ ապահովել, պետություն մասնավոր հատված, որպեսզի կարողանանք նաեւ ցույց տալ, թե ինչու պետք է Google-ի համար լինի մոնետիզացիան կարևոր, որովհետև հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացած է, այստեղ մի շարք անհատ բլոգերներ, կոնտենտ արտադրողներ գործունեություն են ծավալում, ինչը բնականաբար նաև բիզնես շահի տեսանկյունից կոնկրետ տվյալ ընկերության մենք հստակ ցույց ենք տվել, անգամ իրականացրել ենք շուկայի վերլուծություն, հետազոտություն ցույց տալով, որ Հայաստանը միանշանակ պետք է դիտարկվի իբրև գրավիչ երկիր, վայր, որպեսզի YouTube-ի բոլոր ծառայությունները եւ ոչ միայն YouTube-ի, ընդհանրապես Google-ի կորպորացիայի հասանելի դառնան Հայաստանի համար։ Մենք հույս ունենք, որ երկարատև այս մեր ջանքը վերջնարդյունքում կտա իր պտուղները, նաեւ պետք է ասեմ, որ հարցը գաղտնիք չէ, ես հրապարակել եմ այս թեման, որ օգոստոսի 8-ին դեռ Սպիտակ տանը իմ գործընկերոջ Մայքլ Կրացիոսի հետ հանդիպման է մենք հասցեագրել Միացյալ Նահանգների մեր գործընկերներն են սա կոմունիկացրել կորպորացիայի հետ եւ նշելով, որ Հայաստանը ըստ էության այլևս հանդիսանում է Միացյալ Նահանգների համար ռազմավարական գործընկեր նաեւ տեխնոլոգիական ոլորտում եւ շատ կարեւոր է, որ Հայաստանը դիտարկվի մի երկիր, որտեղ տարբեր ընկերություններ պիտի մեծացնեն իրենց ներդրումները եւ ներկայացնեն
ընդգծվածությունը, այս ողջ աշխատանքը իհարկե հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կարողանանք այդ ծառայությունը հասանելի դարձնել, պարզապես եւս մեկ անգամ ընդգծելով, որ երբեմն միակողմանի ջանքը բավարար չէ, լինում են դեպքեր, երբ ուղղակի պետք է հարգանքով նաև մոտենաս մյուս կողմի որոշմանը, թեև այս պարագայում որքանով էլ որ մենք ըմբռնումով ենք մոտենում, որ դա կորպորատիվ շահ է, մենք համարում ենք, որ այդուհանդերձ դա լինելու է երկկողմ փոխշահավետ համագործակցություն, դրանից շահելու են եւ ազատ անկախ YouTube-յան բովանդակություն արտադրողները, կոնտենտ ստեղծողները եւ YouTube-ը բնականաբար եւ այս իմաստով կրկին մենք շարունակելու ենք ջանքեր ներդնել եւ սա միայն YouTube-ի մասին չէ։ YouTube-ի մասին իհարկե պոպուլյար է խոսել, բայց մենք նաև ունենք Stripe-ի փոխանցումների, PayPal, Stripe եւ նմանատիպ մի շարք այլ ծառայությունները Հայաստանում հասանելի դարձնելու խնդիր։ Նաև խաղեր կան, որոնք թույլ չի տալիս խաղեր կան, LinkedIn-ում իդենտիֆիկացնելու խնդիր ունենք, բայց այս ողջ ծավալով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը իր համեստ ռեսուրսներին ներգրավելով եւ ներդնելով նաեւ մասնավոր հատվածի կարողությունները եւ ներուժը ընդ որում թե Հայաստանից եւ թե Սփյուռքից մենք առավել քան վստահ եմ, որ մի շարք ուղղություններով առաջիկայում ունենալու ենք հաջողություններ, որովհետեւ երբ կա աշխատանք, ընդ որում երբ կա շատ հետևողական աշխատանք եւ թիրախային աշխատանք, չկա ուղղակի հնարավորություն, որ վերջնարդյունքում դա չգոհացնի մեզ։ Պարզապես մենք այսպես շարունակում ենք հետևողական աշխատել եւ ջանքեր ներդնել բոլոր ուղղություններով, բոլոր տիպի ծառայությունները մեզ համար անհրաժեշտ Հայաստանում հասանելի դարձնելու եւ ընդհանրապես Հայաստանի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի տեսանելիությունը ավելի ու ավելի մեծացնելու ուղղությամբ։ 25 թվականի ամենաքննարկվող թեմաներից մեկն էլ հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքների հեռացումն էր։ Այս մասով ինչ-որ բանակցություններ կան։ Գիտեք, որ հանրային մուլտիպլեքսով օտարերկրյա հեռուստաալիքները, որոնք 3-ն են ռուսական 3 հեռուստաալիքներ հեռարձակվում են 2020 թվականի դեկտեմբերին կնքված ուրեմն միջկառավարական համաձայնագրի հիման վրա մենք ըստ էության են բոլոր խնդիրները, որ վերջին տարիներին ի հայտ են եկել, պարբերաբար կոմունիկացրել ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, տարբեր խողովակներով, պաշտոնական, ոչ պաշտոնական, տարբեր ձևաչափերով, ընդգծելով, որ կան որոշակի խաղի կանոններ, որոնց տեղական մեր հայկական հեռուստաալիքները հետևում են եւ մյուս հանրային մուլտիպլեքսում գործող մյուս հեռուստաալիքները եւս պարտավոր են հետևել նամանավանդ, որ այդ հուշագրում հստակ ընդգծված են կետեր, որոնք ընդգծում են, թե ինչ տեսակի բովանդակությամբ նյութեր չեն կարող հեռարձակվել հայաստանյան տիրույթում, առնվազն կարող եմ ասել, որ վերջին գոնե թե 6 ամիսների ընթացքում որևէ ահազանգ այս մասով չենք ունեցել, համացանցում տարատեսակ նյութեր ժամանակ առ ժամանակ տարածվում են, նույն հեռուստաալիքների եթերով հեռարձակված հաղորդումներում կամ հաղորդաշարերում, բայց շատ կարևոր է արձանագրել, որ դրանք ըստ էության տարածվում են համացանցային տվյալ հեռուստաալիքների համացանցային տիրույթում գործող կոնտենտով, այսինքն դրանք չեն հեռարձակվում Հայաստանի հանրային մուլտիպլեքսում, ինչպես նաև ցանցային օպերատորներում եւս չեն հեռարձակվում, այսպես ասած կաբելային TV-ներում, այս իմաստով մեր մանդատը, այնինչ մեր մանդատի շրջանակում է, կարող եմ ասել, որ վերջին ամիսներին համենայն դեպս նոր ահազանգեր չենք ստացել, նոր խախտումներ չենք արձանագրել եւ ակնկալում ենք, որ մինչեւ միջկառավարական հուշագրի ժամկետի ավարտը, այսինքն 27 թվականի վերջը առիթ չենք ունենա երբևէ անդրադառնալ այս հարցին,
հեռուստալիքները կհեռարձակվեն եւ որևէ խախտումներ չեն արձանագրի եւ չեն դրթի մեզ որևէ գործողություններ իրականացնել կամ սանկցիաներ կիրառել, ինչը տեղի ունեցավ օրինակ հաղորդումներից մեկի պարագայում, այսինքն ըստ էության հույս ունենք, որ առնվազն գոնե այն տիրույթը, որը որ նախատեսված է հայաստանյան հեռուստադիտողի համար, մենք կկարողանանք պատշաճ կերպով ապահովել այդ եթերների բովանդակությունը, սա է թերևս, որ կարող եմ այս պահին արձանագրել։ Իսկ կառավարությունը օրեր առաջ, որ նոր փոփոխություններ են հնարվում տեսահոլովական մեդիայի օրենքում, ինչ որ կապ ունի այս ամբողջ մեր թեմայի հետ։ Կապ ունի անուղղակի կերպով, գիտեք, մեր խնդիրը հետևյալն է, ապահովել եւ հանրային մուլտիպլեքսում եւ ցանցային օպերատորներում, ապագայում նաեւ համացանցային տիրույթում, որքանով որ տեխնոլոգիաները բնականաբար թույլ կտան, պատշաճ եթերի բովանդակություն, այսինքն մենք պետք է գիտակցենք, որ մեզ համար ռազմավարական կարևորություն ունի տեղեկատվական անվտանգությունը եւ տեղեկատվական անվտանգության համատեքստում շատ կարեւոր է թե տարբեր խողովակներով մեր հասարակությունը, մեր հանրությունը, հեռուստադիտողը ինչ տեսակի տեղեկատվություն է ստանում, որքանով է այն համապատասխանում եւ թույլատրելի հայաստանյան օրենսդրությանը եւ մենք հասկացանք, որ ընդ որում ասեմ ամիսներ շարունակ մանրակրկիտ աշխատանք ենք կատարել եւ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եւ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի եւ հասարակական սեկտորի հետ հասկանալու, որ այստեղ կան որոշակի բացեր եւ կառավարությունը շրջանառեց մի նախագիծ տեսալսխողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով, որտեղ հեռուստատեսության եւ պարզապես էությունը, եթե շատ ընդհանրական պատմեմ, տալ հնարավորություն հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, օրինակ սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչով հանդես գալու պարագայում, չգիտեմ, տարատեսակ բռնության կոչերի պարագայում հանդես գալ, չգիտեմ, քրեական ենթամշակույթ տարածելուն միտված պարագայում, ինչպես նաև օտարերկրյա Հայաստանում հեռարձակվող խոսքը միայն 3 հեռուստալիքների մասին չէ, արդեն ցանցային օպերատորները, գիտեք, հեռարձակում են տասնյակ օտարերկրյա հեռուստածրագրեր եւ ոչ միայն ռուսաստանյան, այլև մի շարք այլ երկրների պրոդուկտներ եւ այս կարգավորումը վերաբերում է ընդհանրապես կաբելային հեռուստաընկերությանը, այսպես խոսակցական լեզվով ասած, եւ տվյալ պարագայում եթերով հեռարձակվող նյութերում Հայաստանի Հանրապետության ներքին գործերին խառնվելու պարագայում, այսինքն այս բոլոր դեպքերն արձանագրելու դեպքում հնարավորություն կտա օրենքը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին որոշակի վարչահարություն իրականացնել։ Գործող օրենսդրությունը այդ հնարավորությունը չի տալիս, այս կարիքը եկել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան զեկույցներից ազգային ժողովում, մենք դրանք արձանագրել ենք եւ եկել ենք լրացնելու օրենսդրությունը, որպեսզի մենք կարողանանք նաեւ պատշաճ կերպով արձագանքել մեր քաղաքացիների այն հազարավոր, նույնիսկ չեմ չափազանցնի, եթե ասեմ հազարավոր ուրեմն ահազանգերին եւ պահանջներին, որ վերջին հատկապես տարիների ընթացքում դեպի մեզ գալիս են, ապահովել պատշաճ եթերի բովանդակություն եւ որակ, ընդ որում որևէ պարագայում սա չշփոթել գրաքննության կամ խոսքի ազատության սահմանափակման հետ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ կա շատ հստակ սահմանում ինչ բան է խոսքի ազատությունը եւ ինչ բան է տեղեկատվական տերորը մեր երկրի եւ մեր բնակիչների բնակչության եւ մեր քաղաքացիների նկատմամբ, խոսքի ազատությունը հարկավոր է փայփայել, հոգ տանել, որպեսզի որևէ մեկը որևէ ոտնձգություն չկատարի դրա նկատմամբ, բայց մյուս կողմից պետությունը պարտավոր է մեծացնել իր իմունիտետը
բավարար չափով ապահովելու, անհրաժեշտ չափով ապահովելու իր քաղաքացիների եւ իր երկրի տեղեկատվական անվտանգությունը։ Ի վերջո չմոռանանք, որ մենք ապրում ենք մի աշխարհում եւ մի դարաշրջանում, որտեղ շատ պոպուլյար են հիբրիդային տեսակի հարձակումները եւ այստեղ տեղեկատվական անվտանգությունը, կիբերանվտանգությունը, որովհետեւ մենք չխոսեցինք կիբերանվտանգության մասին, այստեղ մենք եւս առանձնահատուկ ջանքեր ենք ներդնում եւ մեծածավալ աշխատանք ենք կատարում, որ դրա արդյունքում մեր քաղաքացիների եւ մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար։ Ի վերջո պետք է գիտակցել, որ երբ տարիներ, տասնամյակներ շարունակ մենք ասել ենք, արտաբերել ենք անվտանգություն բառը, հիմնականում մենք մտովի գնացել ենք դեպի զինված ուժեր, դեպի ոստիկանություն, բայց անվտանգությունը սննդի անվտանգությունից մինչև կիբերանվտանգություն դրանք շերտեր են, որոնք որ երբևէ չի կարելի թերագնահատել։ Այսինքն անհրաժեշտ է պետությունը ունենա բոլոր ուղղություններով բավարար չափով գործիքակազմ, որ հնարավոր ոչ միայն հարձակումներից պաշտպանի, այլ պարզապես կանխի ցանկացած տիպի հարձակման դրսևորում։ Նախ եւ առաջ այս օրինակ օրենսդրական բարեփոխումները կանխարգելիչ նպատակ են հետապնդում։ Ընդ որում կրկնում եմ, սա շատ կարևոր է, որովհետեւ կարող է եւ ես արդեն տեսնում եմ, որ հատկապես որոշ շրջանակների կողմից շահարկման ուրեմն առիթ է տալիս, խոսքը որևէ պարագայում չի կարող վերաբերել օրինակ որևէ քաղաքական կուսակցությանը պատկանող հեռուստաալիքով իշխանություններին, ընդ որում 24/7 ռեժիմով քննադատելուն, բացառված է դա, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, պարզապես խոսքը վերաբերում է այն սահմանափակումներին, որոնք որ ամենաքաղաքակիրթ երկրներում գործում են դեռևս տասնամյակներ շարունակ, այսինքն դրանք այն դիրեկտիվներն են, որոնք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ուսումնասիրել է տարիներ շարունակ եւ դրանք առաջարկվել են մեզ, որպեսզի օրենքով սահմանվեն։ Այսինքն հեծանիվ չենք հորինում, մենք օգտվում ենք նաեւ այն կարգավորումներից, որոնք ձեզ հայտնի առաջադեմ զարգացած ժողովրդավար երկրներում, հատկապես ժողովրդավար երկրներում այդ ուրեմն սահմանափակումները նախատեսված են, որովհետեւ դրանք որևէ առնչություն չունեն խոսքի ազատության սահմանափակման հետ, որևէ առնչություն չունեն։ Դա բացառապես անվտանգային նկատառումներից ելնելով ենք մենք այդ փոփոխությունները առաջարկում ազգային ժողովին։ Կիբերանվտանգությունից խոսեցիք ու 2025 թվականից մենք առաջին անգամ ունեցանք կիբերանվտանգության մասին օրենք ու հարակից 2 օրենքները։ Նոր տարում ինչ գործողություններ են իրականացվելու դրանց արդեն իմպլեմենտացման համար, իրականացման համար։ Ամենաառաջին անելիքը դա նոր մարմնի, ինքնավար մարմնի ձևավորումը կլինի, առաջիկայում կձևավորվի հանձնաժողով, որի հիմնական մանդատը լինելու է կիբերանվտանգությունը, բայց երկրի համար կրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների, ինչպես նաև կենսական ծառայությունների կիբերպաշտպանության գործով, ինչպես նաև միևնույն ժամանակ նաև պետական համակարգի կիբերանվտանգության ապահովման, այդքանով կսահմանափակվի իր մանդատը։ Չմոռանանք, որ եւ ազգային անվտանգության ծառայության ներսում եւ ներքին գործերի նախարարության ոստիկանության ներսում, այսինքն կան մարմիններ, որոնք որ իրենց հստակ գործառույթները շարունակելու են իրականացնել եւ այդտեղ եւս մենք պետք է ներդրումներ կատարենք կարողունակությունները բարձրացնելու համար, սակայն այս նոր մարմինը շատ հստակ ունի իր գործառույթների շրջանակը, օրինակ որևէ կրիտիկական ենթակառուցվածքի նկատմամբ կիբերհարձակումների պարագայում սկսած տելեկոմներից շարունակելով բանկային համակարգ մինչև էներգետիկ ենթակառուցվածքներ, այս նոր կառույցը պետք է հանդես գա իբրև աջակից մասնավոր հատվածին, որովհետև այստեղ պետության
ներգրավվածությունը եւ աջակցությունը կենսական նշանակություն է լինելու այդ ենթակառուցվածքները շահագործող ընկերությունների համար։ Սահմանվում են ըստ էության նոր ստանդարտներ, որոնց պետք է կրիտիկական ենթակառուցվածքները շահագործող ընկերությունները հետևեն։ Դրանք միջազգային ստանդարտներ են, որոնց հետևելու պարագայում բնականաբար թե պետությունը եւ թե մասնավոր հատվածը պետք է համապատասխան ներդրումներ կատարեն, որովհետեւ մեր համոզմունքն այն է, որ այսօր X գումար չներդնելու եւ կիբերպաշտպանական կարողություններին չուղղելու գինը կարող է 10 անգամ, 100 անգամ ավելի թանկ եւ ծանր արժանալ թե պետության համար, թե քաղաքացիների համար, թե տվյալ ենթակառուցվածքները շահագործող ընկերությունների համար պայմանական որևէ բանկի վրա կիբերհարձակումը դա նշանակում է հարձակում նաեւ մեր քաղաքացիների եւ մեր տնտեսության վրա, դա նշանակում է զգալի կամ անդառնալի կորուստ հասցնել մեր տնտեսությանը, դա նշանակում է տանել քաղաքացիների անձնական տվյալները եւ այս իմաստով սա բնականաբար նույնիսկ իմ գնահատմամբ որոշակիորեն ուշացած քայլ էր, առնվազն այս փուլում մենք պիտի պարտավոր ենք ապահովել, որ ընկերությունները առաջիկա ամիսների ընթացքում, որովհետեւ մենք օբյեկտիվորեն անցումային դրույթներում որոշակի միջակայք ենք առանձնացրել, տանք ժամանակ բիզնեսին, որպեսզի իրենք խելամիտ ժամկետի ընթացքում իրենց ներսում ապահովեն կամ ներքին կարողություններ կամ այսպես ասած պատվիրակեն այդ ծառայությունները կիբերանվտանգային ծառայություններ մատուցող ընկերություններին, սրանով մենք նաև ապրիորի ստեղծում ենք նոր ինդուստրիա, որովհետև ձևավորվելու է անհամեմատ ավելի մեծ պահանջարկ տարբեր ոլորտային ընկերությունների կողմից, ինչը նշանակում է, որ արդեն տեխնոլոգիական ոլորտում մենք անհրաժեշտություն կունենանք տարատեսակ կրթական ծրագրերում մեծ ներդրումներ կատարել կիբեր անվտանգության կամ կիբեր մասնագետներ պատրաստելու համար, որոնք հետագայում արդեն պիտի գնան եւ ապահովեն կրիտիկական ենթակառուցվածքների կիբեր անվտանգությունը, կիբերպաշտպանությունը, ինչպես նաեւ պետական ապարատի կիբեր անվտանգությունը, ի վերջո չմոռանանք, որ հենց ինքը պետական համակարգը մի շարք հարյուրավոր ծառայություններ է, հանրային ծառայություններ է մատուցում քաղաքացիներին, որտեղ անգին արժեքավոր տվյալներ են գեներացված, այդ ամբողջ տվյալների պաշտպանությունը պիտի պատշաճ կերպով ապահովեն, իսկ դա անելու համար բնականաբար մեզ հարկավոր կլինեն հարյուրապատկել կամ հազարապատկել բարձր որակավորում ունեցող ինժեներների, ծրագրավորողների ներգրավվածությունը հենց կիբերանվտանգության ոլորտում, բացի այդ հանրային տեղեկությունների մասին օրենքով մենք նաև նոր թվային ճարտարապետություն ենք սահմանում, որը մեզ հնարավորություն կտա ավելի պատշաճ եւ գրագետ վարվել տվյալների հետ։ Տվյալները մեզ համար ընդհանրապես տասնամյակներ շարունակ ինչ որ իմաստով մեր կողմից անտեսված են եղել եւ մենք բավարար չափով կիբերհիգիենա չենք ապահովել տվյալների հետ հարաբերվելիս, մինչդեռ տվյալները կենսական կարևորություն ունեն մեզ համար, անհատի համար եւ օրինակ նոր օրենսդրությամբ այլևս մեկից ավելի գերատեսչություններում մարդու միևնույն տվյալը չի լինելու, տարբեր գերատեսչություններ, ծառայությունները մատուցելու առանձնահատկություններով պայմանավորված բնակչության պետական ռեգիստրին հարցում են ուղարկելու, ստանելու են միայն այն հատվածը տվյալների, որոնք իրենց ծառայության համար անհրաժեշտ կլինեն, այսինքն այդ տվյալները պատշաճ կերպով պաշտպանված կլինեն, այն կիբերփնթիությունը, որ տարբեր շերտերում դրսևորված են եղել, մենք հույս ունենք, որ շատ արագ այս օրենսդրության եւ սրան հաջորդող ենթաօրենսդրական աշխատանքով մենք կարողանանք ապահովել դրանց մաքրությունը եւ նաեւ կարողանանք սրանով նաեւ մենք հնարավորություն ենք տալիս անձին, անհատին, քաղաքացուն ինքը որոշի, թե որ չափով պետք է հասանելի դարձնի իր այս կամ այն տվյալը որևէ գերատեսչությանը, այսինքն այս իմաստով մենք
սա իրապես մեծ ռեֆորմ է, սա անկասկածորեն դրական ազդեցություն է ունենալու մեր թե տնտեսության վրա, թե անվտանգության վրա եւ այստեղ մենք շատ եւ շատ անելիքներ ունենք, որովհետեւ օրենսդրության ընդունումը ընդհանրապես դեռևս մեկնարկներ այս երկարատև ճամփորդության։ Առաջարկում գնանք տիեզերական ոլորտ, հայտնի դարձավ, թռչենք տիեզերական ոլորտ, հայտնի դարձավ, որ մեր այդքան քննարկված Արբանյակը ի վերջո Armsat 1-ը արդեն ավարտել է իր առաքելությունը ու նաև դուք նշեցիք, որ նախատեսվում է ունենալ նաև երկրորդը։ Ինչ օգուտ տվեց մեզ այս Արբանյակը, որտեղ օգտագործվեց իր տված տվյալները, ինչ սովորեցրեց մեզ ու արդյոք արժեր այդքան ներդրում անել այդ ծրագրի մեջ ու նաև նախատեսել երկրորդը։ Armsat 1-ը տվեց Armsat 2, Armsat 10, Armsat 100 ունենալու երազանք ունենալու իրավունք նախ եւ առաջ։ Չլիներ Armsat 1-ը երբևէ չէին լինի մյուս Armsat-ները, չէր լինի ընդհանրապես ոլորտ։ Իսկ ոլորտը մեզ համար թույլ տվեք ասել ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն պետք է լինի, պետք է հռչակվի, որովհետև այն եւ անվտանգություն է, այն եւ թվայնացում է, այն եւ տնտեսական ակտիվություն է, այն եւ գիտություն է, այն եւ տեխնոլոգիական առաջխաղացում է, առաջընթաց է։ Ըստ էության գրեթե ամեն ինչ կա այստեղ։ Տիեզերական ոլորտի տեսանկյունից, ապագայի տեսանկյունից սա շատ կարևոր էր, որովհետեւ մենք ձևավորեցինք կարողությունների մի փունջ մեր երկրի ներսում, որը արդեն կկարողանա կառավարել մյուս Արբանյակ, ապագայի հայկական Հայաստանի ապագայի Արբանյակները, ավելի բարդ լուծումներով Արբանյակները ընդ որում, ավելի որակյալ պրոդուկտ ստեղծող ու ապահովող Արբանյակներ ապագայում, կապի, այսինքն մենք միայն չենք խոսում երկրի հեռավար դիտարկման Արբանյակների, այլև նաև կապի Արբանյակների եւ այսպես շարունակ։ Մենք կենտրոնացրինք սրա արդյունքում գիտելիք, փորձառություն, կարողունակություններ եւ ունենք կառավարման կենտրոն։ Այսինքն, երբ ինձ հարցնում են որն էր ամենամեծ ձեռքբերումը, ես մտածելու կարիք չունեմ շատ երկար, որովհետև այս համատեքստում, որովհետև ամեն բան շատ ակնհայտ է։ Մի բան, որ ըստ էության համենայն դեպս նոր անկախ Հայաստանի մասին խոսելիս կարող եմ ասել, որ զրոյական մակարդակում էր։ Ես չգիտեմ տեսության մեջ գուցե ինչ որ արդյունքներ մենք ձևավորած լինեինք տարիների ընթացքում, բայց երբ խոսում ենք հատկապես նոր տեխնոլոգիաների մասին եւ պրակտիկ հողեղեն արդյունքների մասին, զրոյական մակարդակից այս որոշումը կայացվեց, ընդ որում շատ համարձակ մի որոշում, բայց որը հնարավորություն է տալիս այսօր իրապես երազելու եւ մենք ունենալու ենք իմ թվարկած երկրորդ 10-րդ, 100-րդ Արբանյակները, պարզապես սա ժամանակի խնդիր է։ 2026 թվականին մենք նպատակադրվել ենք ունենալ Armsat 2-ը, բնականաբար իր տեխնիկական եւ տեխնոլոգիական պատրաստությամբ ավելի գերազանցող Armsat 1-ին եւ այս իմաստով սա շատ կարեւոր է մեզ համար, որովհետև արդեն իսկ մենք առաջին իսկ օրվանից կունենանք հնարավորություն այն կառավարելու, կատարելու համապատասխան լուսանկարներ, մատակարարելու տարբեր գերատեսչությունների, ինչու ոչ նաև տրամադրելու մասնավոր ընկերություններին, որոնք որ դրանց անհրաժեշտությունը կունենան։ Մենք բնականաբար այն նոր Արբանյակը, որ մենք կառաջարկենք կառավարությանը դիտարկել իր տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներով մի քանի քայլ առաջ է լինելու եւ սա կոչվում է զարգացում, այսինքն սա շատ նորմալ է եւ շատ բնական process է եւ այս իմաստով ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության հարկատուները մեր
քաղաքացիները վարկյան անգամ չպիտի ափսոսեն, որ այդ ներդրումը կառավարությունը կատարել է, որովհետև դա ներդրում է միտված ապագային, միտված տեխնոլոգիական թռիչքաձև զարգացմանը, եւ ես կարող եմ ասել, որ կառավարությունը պիտի շարունակի նաև այդտեղ իր ներդրումները։ Սա է մեր դիրքորոշումը, այսպես է բարձր տեխնոլոգիական նախարարության տրամադրվածությունը։ Այսինքն 2026-ին Արբանյակը գուցե արդեն ուղարկվի տիեզերք։ Այդպիսինն են մեր ծրագրերը, համենայն դեպս որպես այդպիսին վերջնական որոշում դեռևս չունենք, բայց մենք այս ընթացքում արդեն իսկ դիտարկել ենք մի շարք երկրների, տասնյակ ընկերությունների հետ համագործակցության հնարավորություններ, դրանց արդյունքում խորը վերլուծության, ուսումնասիրության արդյունքում մենք կունենանք որոշակի առաջարկներից բաղկացած փաթեթ, մենք կներկայացնենք կառավարությանը համապատասխան քննարկումներ սկսելու եւ լիահույս ենք, որ իհարկե այո, այս տարի արդեն մենք կարողանանք ունենալ նաեւ երկրորդ Արբանյակը ուղեծիրում։ Կանք թերևս կարևորագույն ոլորտին, ռազմարտությունաբերությանը, անկեղծ ասած նախարարության աշխատանքները ուսումնասիրելիս բնականաբար շատ տեղեկատվություն չգտա այս մասով, կցանկանայի դուք նշեք կարևորագույն ձեռքբերումները հենց այդ ոլորտում։ 2025 թվականին կարող եմ ասել, որ ըստ էության, տեսեք, երկու մասի պիտի բաժանենք մեր անելիքները ռազմարտությունաբերության զարգացման գործում։ Առաջինը եւ ամենակարևորը դա, որովհետեւ առանց պետական պատվերի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը բավարար չեն կարող լինել, անգամ մոտ չեն կարող լինել բավարարին, որպեսզի ինդուստրիան ինքն իրենով կայանա։ Եվ այդ պետական պատվերը բնականաբար պաշտպանության նախարարության կողմից է։ Գաղտնիք չէ, որ 2023-25 թվականներին կամ 26 մի հատվածը նաև փոխադրվեց 26 թվական եռամյա պայմանագրերի մշակույթը ներդրվեց կառավարության կողմից, որը վստահորեն կարող եմ ասել հիմքներ եւ նախադրյալը ռազմարտությունաբերության կամ պաշտպանական արդյունաբերության զարգացման Հայաստանի Հանրապետության ներսում։ Չլիներ այդ կրկին համարձակ որոշումը, չէին լինի նաև այն հաջողությունները, որ մենք այս տարիների ընթացքում գրանցել ենք։ Ավելի քան 450 միլիոն դոլարի ներդրում կատարեց կառավարությունը այս ոլորտում առաջին եռամյա պայմանագրերի առաջին փուլում եւ ունեցած արդյունքները նաև լեգիտիմ հիմք ստեղծեցին կառավարության համար շարունակել այդ ծրագիրը։ Հետևաբար 2025 թվականի ռազմարտությունաբերության ոլորտում խոշորագույն ձեռքբերումը թույլ տվեք ասել, որ եռամյա պայմանագրերի արդեն երկրորդ փուլն է, ավելի քան 150 միլիարդ դրամի հատկացում է նախատեսված այս ծրագրի շրջանակում, որը շարունակելու է այն ընթացքը, որ ներդրվել էր դեռ 2023 թվականից։ Այստեղ մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի մեր տեսանկյունից նորարարությունը եւ տեխնոլոգիաների կիրառումը պաշտպանական արդյունաբերության մեջ։ Այստեղ մենք ունենք մի քանի ծրագրեր, որոնցից առանձնահատուկ եւ ամենաթիրախային ծրագիրը դա գիտահետազոտական աշխատանքների եւ փորձարարական մշակումների ֆինանսավորումն է, նորից R&D, եթե կարճ տերմինով, այստեղ մենք վերջին տարիներին դժվարություններ ունեցել ենք։ 2023 թվականին ծրագրի կատարողականը չեմ կարող ասել, որ շատ բարձր է եղել, նախատեսված շուրջ 5 միլիարդից 1.1 միլիարդներ ծախսվել, 2024-ին 1 միլիարդ շուրջ 450 միլիոն, կարող եմ ասել իբրև դրական այսպես արձանագրում այս տարի մենք կունենանք, ընդ որում միայն վերջերս ենք մենք ամփոփել տարին այն արձանագրման, որ 25 թվականին անցավ 2 միլիարդ 100 միլիոնը։
Այսինքն մենք ըստ էության կամաց մեծացնում ենք ծրագրի կատարողականը եւ սա էլ խոսում է այն մասին, որ մենք չսխալվելու համար չենք շտապում եւ հապճեպ գործողություններ չենք անում, այլ հետեւողական փորձում ենք ծրագիրը բարելավել եւ դրա համար երկու կարևոր արձանագրում կարող եմ անել 25-ի մասով։ Առաջինը դա տեխնոլոգիաների պատրաստելիության մակարդակի ներդրումներ այս ծրագրում։ Ինչ է դա միջազգային տերմինը TRL։ Դա հնարավորություն էր տալիս ռազմարտունաբերական ընկերություններին բաժանել մակարդակների, որովհետև R&D-ին գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների այս երևույթը ըստ էության 9 մակարդակների է բաժանվում, դրանցից յուրաքանչյուրը վկայում է տվյալ պահին տեխնոլոգիայի պատրաստված լինելու մասին։ Եթե նախկինում արդյունաբերողը պարտավորվում էր ծրագրի օգտվելու պարագայում ամբողջությամբ 1-ից մինչև 9 մակարդակ, այսինքն տեսությունից մինչև փորձարկման համար պատրաստի փորձանմուշ պրոտոտիպ ունենալ, սա զգալիորեն վանում էր մի շարք խոշոր եւ համեմատաբար խոշոր եւ լուրջ ընկերությունների գալ եւ օգտվել այս ծրագրից։ Մենք ըստ էության միջազգային պրակտիկան ներդրեցինք հեշտացնելու այդ գործը, սա նշանակում է, որ օրինակ հետազոտողները կարող են իրենց աշխատանքը կատարել, տեխնոլոգիան հասցնել մի որոշ մակարդակի, այնուհետև այն փոխանցել մեկ այլ խմբի, հետագայում այդ խումբը փոխանցել արդեն կոնկրետ արտադրական process-ներում կարողություններ ունեցող մեկ այլ ընկերության, որը ունի համապատասխան հոսքագծեր, եւ ամբողջ 9 TRL-ները մենք հնարավորություն տվեցինք փուլ առ փուլ ծածկել, եւ սա նաեւ հնարավորություն տվեց դիմել ըստ փուլերի նաեւ մենք նաև հնարավորություն ենք տալիս պարզապես ֆինանսավորել օրինակ տեսական աշխատանքներ, այսինքն կատարել գիտական աշխատանք, ինքնին մեզ համար ընդգծելով, որ փուլում այն կփակվի շրջափուլը, դա մեզ համար լրջագույն գիտական արժեք է իրենից ներկայացնում։ Երկրորդ նորարարությունը, որ մենք բերեցինք, որը ըստ էության զգալիորեն նաև ազդեց կատարողականի բարձրացմանը, դա ամենակարևոր ըստ էության այս աշխատանքում ամենակարևոր մի գործոն էր, որը վերաբերում էր մտավոր սեփականությանը, եթե նախկինում ֆինանսավորելիս մտավոր սեփականությունը պատկանում էր պետությանը, ապա այս նոր ծրագրերը ֆինանսավորելիս մենք հնարավորություն ենք տալիս մտավոր սեփականության իրավունքը պահպանեն այն հետազոտողները, որոնք որ օգտվել են այս ծրագրից, որովհետև ըստ էության գիտելիքը, որը ինքնին հանդիսանում եւ պրոդուկտը, որը մտավոր սեփականության ուրեմն արտացոլումն է կամ դրսևորումն է տվյալ պարագայում, ինքը մեծագույն հարստություն է եւ դա այն մարդկանց հարստությունն է, որոնք որ այդ գաղափարը գեներացրել են, հետազոտել են, գտել են լուծումներ եւ այդ լուծումները ստացել են վերջնական ապրանքի տեսք եւ այս բարեփոխումները մեզ իհարկե այստեղ շատ կարեւոր է նաեւ արձանագրել, որ առանձին դեպքերում, առանձին ապրանքների պարագայում կառավարությունը թեև հետազոտողները կունենան իրենց կպահպանեն մտավոր սեփականությունը, բայց կառավարությունը նաեւ կունենա հնարավորություն ունենալ էքսկլյուզիվ ուրեմն այսինքն որոշակի իրավունքներ առանձին ապրանքների պարագայում կախված դրա կարևորությունից, բայց որևէ պարագայում չզրկելով մտավոր սեփականության իրավունքից տվյալ գիտահետազոտական խմբին կամ ընկերությանը, սրանք տնային աշխատանքներ էին, որ մենք 24-ի վերջից մեկնարկեցինք կոմիտեի նախագահի եւ կոմիտեի մեր թիմի հետ, որը բերեց նրան, որ արդեն 25-ի տարվա կեսից մենք կարողացանք ստանալ այնպիսի հայտեր, այնպիսի ընկերություններից, որոնք նախկինում երբևէ պարզապես մոտ չեն եկել այս ծրագրին։ Սա բնականաբար նաև նշանակում է, որ առաջիկայում մենք հույս ունենք, որ այս ծրագիրը ավելի ու ավելի շատ ներդրումներ կատարելու հնարավորություն կտա, ինչու որովհետև մեր տեսանկյունից պաշտպանական արդյունաբերության
թռիչքաձև զարգացման հիմքը դրանք տեխնոլոգիական լուծումներն են եւ այս օրինակ տարատեսակ ծրագրերով մենք նաեւ խրախուսում ու խթանում ենք պաշտպանական արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների ներգրավվածության մեծացումը։ Այսինքն այս իմաստով 25-ը այստեղ եւս կարող եմ ասել, որ բավարարող էր, գոհացնող էր առանձին դեպքերում եւ հույս ունեմ, որ այս դինամիկան կշարունակվի նաեւ այս տարի 26-ին։ Շնորհակալություն զրույցի համար, պարոն Հայրապետյան, հիշեցնեմ, որ զրուցում էինք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։